կանայք քաղաքականության մեջ շատ բարդ ու մարտահրավերային ուղի են անցնում։ Տղամարդկանց ձեռքից ամեն ինչը վերցրեցիք, հա, հիմա էլ քաղաքականության մեջ եք մտել, թե ուղղակի կամղում ինքդ քեզ ապացուցելու, որ դու սա կարող ես, պիտի կարողանաս այս դաշտում կրել պատասխանատվություն։ Եվ այդ իրավիճակներում միմիայն հավատացեք, կինը կարող է այդ հարցերը կարգավորել։ Ես կոտրեցի 40 անց կանանց կարծրատիպ։ Ինչու են որոշակի ոլորտներ միշտ ասոցացվում կանանց հետ։ Այ հենց այդ ամոթչի արտահայտությունը ինձ մղեց ավելի առաջ։ Եթե դու գտնում ես, որ կարող ես, ուրեմն գնա։ Եթե ձեր երեխաներից որևէ մեկը մի օր որոշի ու գա հայտնի, որ ուզում է մտնել քաղաքականություն, դուք ինչ կասեք։ Միանշանակ կասեմ այո։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հաղորդաշարն է։ Այսօր մենք խոսելու ենք համայնքային կին քաղաքական գործիչների մասին։ Եվ Անի համայնքի ավականու անդամ Հասմիկ Զատիկյանի հետ փորձելու ենք պարզել, թե որն է այն բանաձևը քաղաքական եւ հասարակական ակտիվության, որի դեպքում շահում է եւ կինը, եւ համայնքը։ Բարև ձեզ, Տիկին Զատիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Զատիկյան, միանգամից անցնենք մեր բանաձևի բացահայտմանը, փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ենթադրում լինել համայնքային մակարդակում կին քաղաքական գործիչ եւ ինչպես է ձևավորվում այդ կերպարը, ինչպես է ձևավորվում այդ ուղին հենց ամենասկզբում։ Շնորհակալ եմ շատ ճիշտ հարցադրման համար։ Ուրեմն կանայք քաղաքականության մեջ բախվում են հասարակության հետ կապված մի շարք խնդիրների։ Հեշտ չէ հասարակական գործիչ կին լինելը, հեշտ չէ քաղաքական գործիչ կին լինելը եւ բախվում ես մարտահրավերների։ Հատկապես միշտ ասել եմ, այն համայնքները եւ այն մարզերը, որոնք գտնվում են մայրաքաղաքից մի քիչ հեռավորության վրա, առավել դժվար է։ Եվ ձեր նշածի նման որն է բանաձևը։ Բանաձևը գաղափարն է եւ ինչ է այն տալիս։ Այն տալիս է հասարակության մեջ գաղափարական ընկալում, որ կինն էլ կարող է։ Հա, կանայք քաղաքականության մեջ շատ բարդ ու մարտահրավերային ուղի են անցնում։ Այդքան հեշտ չի եղել նաև իմ առումով։ Հասարակական գործունեությունը սկսվել է դեռևս ուսանողական տարիներից, այն ժամանակ կամավորություն էի անում հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր զբաղվածություն էին ապահովում հետերկրաշարժան տարիներին ֆիզիկական սահմանափակ կարողություններով կանանց հետ։ Մենք հմտություններ էինք սովորեցնում նրանց։ Հետո մի պահ դադար տվեցի, ինչ-ինչ պատճառներով եւ ամեն ինչ սկսվեց 2022 թվականին։ Ինչ է կանգնած այդ որոշման հետևում, երբ որ դու ուզում ես մտնել քաղաքականություն, արդյոք դա ներքին պահանջմունքների բավարարումն է, թե կան ինչ-որ ավելի մեծ գաղափարներ հասարակությանը ծառայելու, արդյոք դա այդ ամբողջը միասին համատեղելու հետ հնարավորությունն է, թե ուղղակի կամղում ինքդ քեզ ապացուցելու, որ դու սա կարող ես, պիտի կարողանաս այս դաշտում կրել պատասխանատվություն, ընդունել այդ դաշտի խաղի կանոնները եւ գնալ մարտահրավերներին առաջ։ Ասեմ, որ հիմնականում ընդերքում ընկած է գաղափարը 2022 թվականին, երբ վերադարձել էի արդեն համայնք բնակության, տեսա, որ իմ համայնքում ոչինչ չի փոխվել, հա, 2000-ականներին գնացել եմ, մարզից դուրս եմ բնակվել, ահագին ժամանակ հետո վերադարձա եւ զգացի ոչինչ չի փոխվել եւ եղավ գաղափար, որոշեցինք լինել հիմքը մեր համայնքի զարգացման գործում ներդրում ունեցողների եւ այստեղ առաջ եկավ քաղաքականությունը։ Ինչու ոչ նաեւ ես, ինչու չմասնակցեմ նաեւ ես, ինչու չլինեմ այդ կարևոր գաղափարի եւ որոշման ընդերքում հիմնադիրներից մեկը։ Ճիշտ է, այդ ժամանակ այդքան էլ հեշտ չէ այդ որոշումը կայացնել, երբ դու պատասխանատու ես նաեւ քո ընտանիքի առջև։ Բախվում ես բազմաթիվ խնդիրների, բայց մենք գաղափարի շուրջ համախմբվելով, ասեմ, որ հիմնականում գնացել ենք գաղափարի հետևից, քաղաքական գաղափարի հետևից, ունենալ առավել զարգացած համայնք, դարձնել այն ավելի բարեկեցիկ եւ դարձնել այնպիսին, որ այն երիտասարդները, ովքեր ուսանողական նպատակներով գնում են մայրաքաղաք ուսանելու, ինչու՞ չէ ուրբաթ օրը դասերից հետո շտապեն հետ անմիջապես համայնք։
Եվ դա ստացվեց։ Մենք բախվեցինք շատ խնդիրների եւ կարողացանք թերթել այդ պատմական քաղաքական էջը եւ ունեցանք այժմ բոլորը կփաստեն, հիմա իմ խոսքը ովքեր լսում են, կփաստեն, որ մենք այժմ ունենք զարգացած բացառիկ բարեկեցիկ համայնք, որի ջատագովներից եմ եղել նաեւ ես։ Գիտեք, կինը երբ խառնվում է քաղաքականությանը, նա մասնակից չէ միայն։ Նա խաղի կանոններ թելադրող է, նա խաղի կանոններ փոխող է, եւ կան իրավիճակներ, որոնք պիտի միայն կինը անի։ Ինչպիսի իրավիճակներ։ Ասեմ, նախ ամենաառաջինը ինչումն էր իմ նպատակը։ Նպատակն էր դառնալ այնպիսի կապող կամուրջ, համայնք բնակիչ, թիմ բնակիչ այդ հարաբերության մեջ, որ քո խոսքը ընդունելի լինի, քո խոսքը ընկալելի լինի եւ քո խոսքը ազդեցիկ լինի։ Դա իհարկե միանշանակ չի տրվում, այսպես չի առավոտ արթնացար ու վերջ քո խոսքը ազդեցիկ է, չէ։ Դա պիտի ապացուցես քո ապրելակերպով, դա պիտի ապացուցես քո գաղափարով եւ օրինակ ծառայես դրա համար։ Եվ այդ ամենը հեշտ չտրվեց։ Այո, ես դարձա կապող կամուրջ, թիմ, հասարակություն, բնակիչ, թիմ կապող օղակի մեջ։ Ասեմ, եղել են այնպիսի իրավիճակներ, որ համայնքային այս իշխանության կառավարման մեջ հանձնարարվել է ինձ։ Միգուցե դա արվել է նաև այն նպատակով, որ տեսնեն ես կարող եմ, թե չէ։ Եվ բազմիցս ապացուցել եմ, որ այո, ես կարող եմ։ Հասարակ իրավիճակներ բերեմ, բնակիչ, ով այսպես չհավատալով զարգացմանը համայնքի, բնակիչ, ով չհավատալով մեր գաղափարի նպատակասլացությանը, այսպես շատ բախումնային տրամադրությամբ եկել է թիմ բողոքողի հոգեբանությամբ եւ առաջի հերթին հանձնարարվել է ինձ Տեկին Զատիկյան, խնդրում ենք անմիջապես հարթել այս իրավիճակը եւ այդ իրավիճակներում միմիայն հավատացեք կինը կարող է այդ հարցերը կարգավորել։ Կարող ենք ասել, որ կինը շատ ավելի դեպի երկխոսությունը գնացող, ավելի դիվանագետ է քաղաքական դաշտում, քան տղամարդը։ Ես չեմ ուզում հիմա տղամարդկանց որևէ նպատակով վիրավորել, բայց կանայք ավելի շրջահայաց են, կանայք մտահորիզոնը ավելի լայն է այդ երկխոսության առումով։ Տղամարդիկ մի քիչ բռնկուն են, մի քիչ պահի ազդեցության տակ են, կանայք մի քիչ ավելի խորիմաստ են, մի քիչ խորաթափանց են, իրավիճակային գնահատողներ են եւ ինքնին հենց կինը, երբ որ հանդիպում է տղամարդ բնակչի հետ, այդ տղամարդ բնակիչը տղամարդ թիմ աշխատողի հետ մի քիչ կարող է բախումնային լինի եւ այդտեղ հասնում է օգնության, շտաբօգնության նման հասնում է կինը։ Կնոջ ձայնը, կնոջ ոնց ասեմ, մասնագիտական հմտությունները, հենց կին հմտությունը բերում է հարցերի կարգավորմանը։ Դուք մի փոքր արդեն անդրադարձաք, թե ինչ է փոխում քաղաքական մշակույթում կնոջ առնվազն ֆիզիկական, բայց նաև մասնագիտական կամ այլ խորքային եւ բովանդակային ներկայացումը։ Եթե փորձենք հասկանանք, թե կոնկրետ թիմ մարմնում ինչ տեսակի հարցեր կան, որոնք եթե օրինակ կանայք չլինեին այնտեղ, այդ հարցերի մասին միգուցե որևէ մեկը չիմանար։ Կան հարցեր, այո, թիմում կան հարցեր, որոնք միայն կնոջ մտքով կանցնի, որ այդ նախագծով մտնի թիմ։ Եվ երբ որ վերլուծությունների արդյունքում ապացուցում ես, որ դու ճիշտ ես, դե գիտենք, թիմում հիմնականում տղամարդիկ են։ Տղամարդիկ էլ ընկալում են ճիշտ կնոջ ասված ճիշտ դիպուկ խոսքը։ Եվ կնոջ ներգրավվածությունը թիմ, հավատացեք, հասարակության մեջ շատ կարծրատիպեր է փոխում։ Հենց ինքնին ես եղել եմ նման կարծրատիպային գործիք, հա, այսպես ասեմ ճագերտներով, գործիք կին, ով համայնքում փոխեց կարծրատիպերը։ Մի փոքր շեղվեմ, հա, ձեր ասած հարցադրումից միտքս մի հատ հետաքրքիր բան եկավ, տարիների անց հիշում եմ 23 թիվներ, երբ արդեն ներգրավված էի թիմ
իշխանության մեջ եւ ես որոշեցի, իմ համար դա նորություն էր, ասեմ, որ ինձ համար էլ հեշտ չի տրվել եւ պիտի դու դրան գնաս ընտարաջ եւ բախումներից չխուսափելով, ինչու նաեւ պիտի հալածանքներ կան, հասարակության ընդդիմություն կա, ինչ գործ ունի կինը հասարակության մեջ, քաղաքականության մեջ, տղամարդկանց ձեռքից ամեն ինչը վերցրեցիք, հա, հիմա էլ քաղաքականության մեջ եք մտել ու դա որոշեցի, որ հեծանիվ պիտի քշեմ։ Կոտրեցի կարծրատիպ իմ համայնքում։ Բոլորն այսպես սվիններով ընդունեցին, ոնց թե դե լավ, դիմում ես իշխանության մեջ ես, մի հատ էլ հեծանիվ, բա ամոթ չի, այ հենց այդ բա ամոթ չի արտահայտությունը ինձ մղեց ավելի առաջ։ Եվ 23 թվականին ես միակ կինն էի ամբողջ Շիրակի մարզում, ով մասնակցեց վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքին, անդադար քշեց 40 կիլոմետր եւ զբաղեցրեց համապատասխան տեղը 478 կանանց եւ տղամարդկանց շրջանակում։ Իմիջիայլոց տարիքային 40 անց, դա այդքան էլ հեշտ չի։ Ես դա արել եմ ինքս իմ մեջ կոտրելու կարծրատիպը, ես կոտրեցի 40 անց կանանց կարծրատիպը, ես կոտրեցի այն բարիերը, որը հասարակությունը դրել է կնոջ ու տղամարդու կարող ես, չես կարող եւ կարելի է, չի կարելի մեջ, եւ դրանից հետո միակ կին հեծանվորդն էի, ով ամառային համահայկական 8-րդ խաղերը ներկայացրեց հեծանվավազքի մրցույթին։ Միակ կին։ Դա թվում է թե այսպես հա միակ կին, հետո ինչ։ Իրականում ինքը շատ լայն հասկացություն է եւ դրանից հետո զարմանք բոլորի։ Հիմա իմ համայնքում բոլոր 40-անց կանայք հեծանիվ վարում են։ Ինչու՞։ Միգուցե պետք էր ինչ-որ մի կին, որը հայտնվել էր քաղաքականության մեջ, կոտրեր կարծրատիպերը, հա։ Ու ես կոտրեցի, այդպես եղավ նաեւ քաղաքականության մեջ։ Ներգրավվեցինք թիմ իշխանության մեջ, թիմում, բայց ոչ երկրորդային ստվերային մակարդակում ես գիտեմ համայնքներ, որ կանայք ուղակի այդտեղ մասնակից են թիմում որպես մասնակցություն։ Չէ, մեր առումով մենք երկրորդային սանդղակում չենք, մենք կանայքս, ովքեր ներգրաված ենք թիմում։ Մենք ակտիվ մասնակցություն ունենք, այնտեղ հանրային լսումներ կան, որոնց ակտիվ մասնակցություն ենք ունենում, այնտեղ բնակիչների ընդունելություն կա, որտեղ ակտիվ մասնակցություն ենք ունենում, կան բնակիչների հետ կապ գյուղեր այցելելու առումով, որտեղ ակտիվ մասնակցություն ենք ունենում։ Սովորաբար, երբ որ մենք խոսում ենք կին քաղաքական կամ հասարակական գործիչների հետ, ովքեր անցել են բավականին բարդ, երկար եւ նաեւ մարտահրավերներով լի ճանապարհ, առաջին մտահոգությունը միշտ եղել է մինչ այդ ճանապարհի սկզբնական փուլում միշտ եղել է կանանց մոտ քննադատությունը, բայց քննադատություն ոչ միայն լայն իմաստով, այլ նաեւ նեղ միջավայրի ընտանիքի մասշտաբներով եւ միգուցե շատ կանանց հենց այդ հարցն էլ հետ է պահել, որ մինչև հիմա չեն կարողացել իրենց մեջ գտնել այդ բավական կամքի ուժը կամ համարձակությունը, որպեսզի մտնեին հասարակական կամ քաղաքական ակտիվության դաշտ։ Ինչպես է ձեր ընտանիքի անդամների վերաբերմունքը եղել գործունեության հանդեպ եւ ինչպես եք կարողացել, ենթադրում եմ, որ անցնելով որոշակի ժամանակահատված, ստանալ այն կանաչ լույսը, որը ենթադրում եմ, որ այս պահին ունեք։ Ընտանիքս միանշանակ, որ ասեմ այսպես թևերը բաց ընդունեց այդին որոշումը, այդպես չեղավ, բայց երբեք արգելքել չհանդիսացավ։ Երկու որդիներ ունեմ, ովքեր շատ այսպես համապարփակ ձևով լսեցին ինձ, եւ երբ որ ես բացատրի ինչի համար եմ գնում այս քայլին, ինչի համար եմ ներգրավում քաղաքական այս իրավիճակներին, իրենք ընկալեցին ինձ, դե մեծ են արդեն ամեն ինչ հասկանում են։ Ինձ հետ այսպես համակարծիք էր նաև եղբայրս, նա մի նախադասություն ասեց ինձ. եթե դու գտնում ես, որ կարող ես, ուրեմն գնա։ Եվ ես զգացի, որ կարող եմ, եւ ես զգացի ինչքան բան եմ բաց թողել այս լճացած իմ տարիների հետևում, որ ես ավելի ակտիվ մասնակցություն չեմ ունեցա այս գործընթացներին։ Եվ ես կարողացա եւ կոտրեցի մի կարծրատիպ, որ կինը միայն գազոջախի դիմաց կանգնող կին չէ։ Կինը կարող է կանգնել եւ գազոջախի առջեւ եւ մեծացնել իր երեխաներին,
լավ մարդ դաստիարակել եւ ներգրավել ակտիվ հասարակական քաղաքական գործունեության մեջ եւ ինձ մոտ դա ստացվել է եւ ես պատրաստ եմ իմ օրինակ ծառայել բազմաթիվ այնպիսի կանայք, որոնք ունեն իրենց ներսում այդ ներուժը, բայց ինչ-ինչ պատճառներով զսպում են իրենց, հաշվի առնելով շատ հանգամանքներ, որը ինքներս մենք գիտենք ավանդական հայկական ընտանիքներում։ Իրականում, քանի որ մենք մի փոքր խոսեցինք, թե չակերտավոր ասենք, ինչն է կանացի, ինչը ոչ կանացի, փորձենք հասկանանք, թե որ ոլորտներն են համարվում կանանց համար հասարակության կամ միգուցե կարծրատիպային տեսանկյունից ավելի հարմար ոլորտներ եւ ինչու են որոշակի ոլորտներ միշտ ասոցացվում կանանց հետ, խոսքը մշակույթի, կրթության մասին է կամ սոցիալական ոլորտների մասին է եւ ինչու օրինակ քաղաքաշինություն, ֆինանսներ ու մնացած բոլոր հարցերը ավելի շատ ասոցացվում են տղամարդկանց հետ կամ ասենք, չգիտեմ, կոմունալ մնացած ծառայությունները։ Արդյոք այստեղ մենք որոշակի փոփոխություններ ունենք կոնկրետ օրինակ ձեր համայնքում ինչպիսին է այդ աշխատակազմի բաշխվածությունը։ Կա արդյոք այդպես բևեռացում սեռային առումով։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Մեր համայնքը երևի եզակի այն համայնքներից մեկն է, որտեղ կանանց ներգրավվածությունը առավել բարձր է, քան եթե մոնիտորինգ անենք մնացած այլ համայնքներում կամ մարզերում։ Մեր թիմը շատ նշանակություն է տալիս կանանց ներգրավվածությանը եւ ասեմ, որ ոլորտային որևէ բաշխվածություն չկա։ Իրավաբանական մասում, ֆինանսական մասում եւ կոմունալ տնտեսության առումով այնտեղ կանայք ամենուր են։ Մեր թիմում կանայք ամենուր են։ Եվ ասեմ, որ հաջողության գրավականներից մեկը հենց դա է։ Ոլորտային չէ մեր համայնքում կինը։ Կինը թիրախավորված չէ որևէ ոլորտում, որ մշակույթ է, թող լինի կին, ոչ, մենք մեր ԿՄՍ-ի բաժնում ունենք տղամարդ աշխատող, իսկ ինչու ոչ նաև ունենք ֆինանսական բաժնում տղամարդ աշխատող, կին աշխատող, բաշխվածությունը մեր համայնքում այսպես թիրախավորված չէ, եւ դա է նաև մեր համայնքի հաջողության գրավականներից մեկը։ Մեր համայնքը բաշխված է կարծես երկու թևի՝ ներքին յենտագոտի եւ գոտի, որ վարչական տարածքներ, որոնք որ բաշխված են դեպի Երևանից հյուսիս-հարավ մայրուղու վրա եւ մյուս յենտագոտին բավականին հեռու է գտնվում քաղաքից, բայց կապող օղակը միշտ կա։ Երբ որ ես մի անգամ իջնում էի ներքին յենտագոտի բնակիչների հետ հանդիպելու եւ դա մի գյուղ է, որտեղ տղամարդիկ այսպես բուրն են ավելի, հա, արևիտակ աշխատող տղամարդիկ, այդտեղ հանքեր կան, բիշտ, կոպիտ, տղամարդիկ այսպես ոչ ընկալունակ, որ կին ավականու անդամը եկել է մեր հետ հանդիպելու։ Նախ շատ զարմանք էր իրենց համար եւ այսպես սվիններով եկել էին։ Ինչ պիտի ասի, հա, այդ կինը։ Երբ որ հանդիպման ժամանակ լսում ես բոլորին, այսպես հավաքում ես մի հատ հավաքական հարցերի շարանքու մեջ, որպեսզի հետո բերես արդեն հետ ու քննարկես թիմում, այստեղ հասկացա, որ կինը շատ գործ ունի հասարակության մեջ մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու առումով։ Եվ դա նորից մեզ մոտ ստացվեց, ասում ենք այսպես, ինչ է կարել այսքան տարիների, մի հատ նախադասություն ենք ասում, բարձրացնել են բնակիչների իրավագիտակցությունը, որն է դա, երբ որ բնակիչը գալիս է պահանջատիրությամբ, թե ինչու այսինչ բանը չի արվել, ինչու մեր փողոցի լուսավորությունը նվազ է, ինչու այնինչ բանը մեր վարչական տարածքի համար, մեր գյուղերի համար չեք անում, այդտեղ շատ մեծ է կնոջ գործոնը։ Այդտեղ թող կինը բացատրի, ինչու ամեն ինչ գցենք տղամարդկանց վրա։ Թող կինը բացատրի եւ ես էլ բացատրել եմ, որ հարգելիս, սիրելի տղամարդ բնակիչներ, այսպես սվիներով եկել եք կնոջ ընտառաջ բողոքի ակցիայով, թե ինչու այսիշ բանը այնիշ բանը չի արվում։ Միգուցե մի հատ դնենք ձեզ խաչմերուկին։ Ինչ ես տվել դու համայնքին, որ համայնքը փոխադարձը հետ տա քեզ, հա, այսպես սողոցային էֆեկտով։ Դու ինձ, ես քեզ։ Դու պետք է մուծես քո հարկերը։ Դու պետք է մուծես պարտավորությունները, կատարես քո պարտավորությունները համայնքի հանդեպ, որ դրա փոխարեն մեկի վրա համայնքն այլ երկուսը դնի ու զարգացնի քո գյուղերն ու քո վարչական տարածքները։ Եվ հավատացեք, դա շատ դժվարությամբ, բայց մեծ հաջողվեց։ Եվ ինչու՞ չէ
կանանց ներգրավվածության։ Ինչու ենք մենք ամեն ինչ գցում տղամարդկանց ուսերին։ Կարելի է, չէ, այդ ուսերը թոթափել, թեկուզ ընտանիքում, թեկուզ քաղաքականության մեջ։ Եթե ձեր երեխաներից որևէ մեկը մի օր որոշի ու գա հայտնի, որ ուզում է մտնել քաղաքականություն, դուք ինչ կասեք։ Միանշանակ կասեմ այո, եթե ինքը ինձ նման նպատակասլաց է եւ գաղափարին հավատարիմ, ես ամեն կերպ կփորձեմ սատար կանգնել եւ թևութիք դնել։ Միանշանակ այո։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ բաց տեքստով հեռուստանախագիծը իրականացվում է Նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։ Կհանդիպենք։